Փաստ է նաև, որ պատերազմի վտանգը մի քանի կարգ նվազել է։ Փաստ համար 2։ Փաստ համար 3 նայեք սոցհարցումները եւ ես կարող եմ փաստել որպես պատգամավորության տեխնացու մեր կուսակցության կողմից, ով ամենօրյա ռեժիմով մասնակցում է ընտրարշավին։ Մարդկանց մտահոգող թիվ 1 հարցը անվտանգություն։ Հիմա ես ուզում եմ հարց տալ, լավ այդ որ շանվորթիներն են, հա, որ մարդկանց անվտանգությանը սպառնում են, պատերազմի վտանգը նվազել է։ Մարդիկ չեն զոհվում սահմանին, մարդկանց մտահոգում է անվտանգությունը։ Ինչա տեղի ունենում, ով է տալու այս դիագնոզը։ Ով է այս դիագնոզը տալու, եթե ոչ պետությունը։ 19 քաղաքական ուժից մենք միակն ենք, որը տալիս ենք այդ սպառնալիքի անունը, ազգանունն է։ Որն է։ Վլադիմիր Պուտին։ Եվ դա միակ չէ։ Մենք տեսնում ենք, որ Պուտինից ածանցվում են Հայաստանի ներսում խոսացող գլուխներ եւ բերաններ։ Գլուխների մի մասը դատարկ, իսկ բերանների մի մասն էլ կեղտոտ եւ աշխատում են այսպես։ Դրանք կարելի է ազգանունները կարևոր չեն, դրանց կարելի է կոչել Պուտին համար 1, Պուտին համար 2, Պուտին համար 3, համար 4, համար 10։ Իշխանությունը խոսում է երրագլուխ չի, շատ ավելի բազմագլուխներ են, բազմագլուխ է սա, փոքր գլուխներ են այստեղ, ավելի փոքր գլուխներ, այս ամենը աշխատում են այս ուրեմն ներգրաված են այս օպերացիայում եւ այո, Հայաստանի թիվ 1 սպառնալիքն են դարձել այն ֆոնին, երբ որ պատերազմի սպառնալիք այլևս չկա։